կառավարության մասին հայտարարությունից հետո այս սկիզբ առել այս գործընթացները եւ կներեք հրապարակային են եղել վարչապետի հայտարարությունները եւ գրառումները եւ հանձնարարությունները իրավապահների եւ կներեք դա ԽՊ-ի թիմի անդամ է երեք մասի Գույություն ունի վարչական, վարույթի և խանգարված դատավարական գործընթացի իրավական հետնա, ըսկետը շատ գլոբալական հետի անունի խանդել գալու իրավունք տրված են ինտերերին, որովհետև այս պահին հաշվի առնելով օրենսդրական կարգավորումները, որը հիմա սահմանադրական դատարանում քննարկվում է, ըստ էության առաջացել են որոշակի խնդիրներ։ Ռոմանոս Պետրոսյանը իրան շահագրգիռը համարում, իրան հետաքրքիր է արդյունքը, հետաքրքիր չի արդյունքը, դրանից կախված իր կարիերան կզարգանա, դրանից կախված իր կարիերան չի զարգանա, դրա արդյունքներով ինքը կենթարկվի քրեական պատասխանատվության, քաղաքացիական պատասխանատվության, թե չի ենթարկվի քաղաքացիական քրեական պատասխանատվության, իրեն չի դարձնում սույն վարույթի կոպլանակներում շահագրգիռ լավագույն սցենարի դեպքում, որը կրկին բավականին պրոբլեմատիկ է, ինքը կարող ունենա վկայի կարգավիճակ։ Լավագույն սցենարի դեպքում եմ ասում, վկայի կարգավիճակ սեղանի մոտ ոչ մի վկա ոնց որ նստած չի։ Համապատասխանաբար խնդիրը ես ուզում եմ իրարից տարանջատենք։ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի շահագրգիռ արդյունքներով, որպեսզի ինքը վաղը չվճարի բազմամիլիոնանոց գումար իր գրպանից քաղաքական ցանկություններ իրականացնելու համար։ Հա, որովհետև կա համապատասխան գործընթաց, որում արդեն կա միջանկյալ որոշում, որը արդեն պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար, որի չկատարման արդյունքում վնասի հատուցման փուլին հասնելու դեպքում պատասխանատվությունը լինելու է էապես ավելի բարձր, քան եթե այդ միջանկյալ որոշումները կատարվեն, վնասների ծավալը կարելի է սահմանափակել։ Այս պահի դրությամբ վնասներ արդեն կրել է կազմակերպությունը եւ ներդրողը, ուղղակի դրանց ծավալները կարող զգալիորեն պակաս լինի, քան եթե չարունակվի գործընթացը։ Հետևաբար, ավարտեմ հետո դուք հարցրել եք, հետևաբար նորից վերադառնալով հարցին։ Դա չի նշանակում, որ այդ բոլորը պետք է գան այստեղ եւ սեղանի մոտ նստեն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հասարակական կազմակերպությունների միջոցով ներկայացված են եւ կարող են Կընտրեմ, եթե ուրիշ հարցեր ունեք, ես ներքին համոզմունք ունեք, որ լիցենզիայից զրկվելու է, ներքին համոզմունքը ձևավորվել է այս ժամանակահատվածի գործողությունների արդյունքում, հիմա վարչության ներկայացնելով անձիկ, որ այստեղ է, գուցե դրա համար է, որ հենց ՀԿՊ-ի որոշումը դրա ազդեցություն ունենա։ Օր-օրի ավելի համոզվում եմ, որ զրկելու են, բայց մեր այստեղ լինելը այս ներկայացուցչական կազմով հաստատում է մի բան, որ մենք մեր արած չարածների համար վախենալու բան չունենք, ներկայանում ենք պատշաճ կարգով, պատրաստ ենք պատասխանել բոլոր հարցերին, պատրաստ ենք հարցեր տալ հասկանալու համար ինչ է կատարվում, հավելեմ իմ գործընկերոջը խոսքը վերաբերվում է անխտիր ամբողջ Հայաստանի Հանրապետությունում բնակվող ժողովրդին 3 միլիոն են, վերաբերում է 3 միլիոնին։ Ժամային սահմանափակում չպետք է լինի։ Խոսքի սահմանափակում չպետք է։ Պատկերացնում եք, այսինքն մեր մեղավոր նաև իհարկե, եթե կարիք լինի բնականաբար, որովհետև նորից կրկնում եմ, սա ինչ որ չափով դատական նիստ է։ Այստեղ լսված է, հիմա պատկերացրեք իրավիճակ, որ 5 փաստաբանով ներկայանում է ինչ-որ մեկը եւ թույլ չեն տալիս փաստաբաններին որպեսզի խոսեն։ Կամ իրենց խոսքը ասեն, կներեք ավարտեմ, այսինքն այս ամբողջը ի սկզբանե անելը, ես այսպես իմ կարծիքն եմ ասում, կամ հոգեբանական ճնշում, կամ չհաշվարկելով, որ մենք գալու ենք այդտեղ խելոք նստեինք եւ այլն։ Ես ընդամենը ոչ խելոքը սա էր։ Ես ընդամենը, չէ, խելոք նախ եկեք իրավական այսպես բարերի խվարախաղի մեջ թույլ չտանք, որպեսզի իրավապահ մարմինները մտնեն, խելոք նկատի ունեմ, ուղղակի առանց այս խոսելու եւ մեր իրավունքները բարձրացնել նստել են տեղ։ Պարոն Ղազինյան, կեղծանա Սամվել Կարապետյանը 21-ի ընտրությունից հետո երբ մտել է կառավարության շենք եւ ձեռքը սեղմել է Փաշինյանը շնորհավորել է նրան։
Դրանից հետո եւս հանդիպում է եղել։ Այս ընթացքում մինչև եկեղեցու վրա արշավը եւ դրա մասին, աջակցության մասին հայտարարությունը եղել են ակնարկներ, բարեկամաբար, գուցե կառավարության շերտում ուղիղ կամ հասկացրել են ձեզ, որ խփելու է հեծը կամ կան խնդիրներ, դուք պարտավոր եք դրանք լուծել։ Ես խոսքը ուղղում եմ բարույթից առանձին հասկացնելու կամ հարցը շատ ծավալուն է, կարճ փորձեմ պատասխանեմ, նիստից հետո հաճույքով պատասխանեմ բոլոր հարցերին։ 4 ամիս, մի քիչ անգամ ավել, ես ուղիղ խոսքով ասում եմ, անգամ ակնարկ չի եղել։ Ենթադրվում է, որ ճիշտ է։ Ինչի համար։ Եթե այդպիսի ակնարկ լիներ, ինչ որ մեկը կասեր, որ գիտեք ինչ, Ղազինյան Դավիթին, մյուսին, սեփականատերերին մենք գոնե ակնարկել ենք, չի եղել այդպիսի բան։ Կարապետյանի ձեռքբերումներին հայկական ժամանակը տալիս էր այդպիսի ինֆորմացիա։ Այդ դուք ասեցիք, որ թաթորեն դա հետագայում եկեղեցու։ Դե դեպքում պետք է լինի ապացույց, չէ՞ ուղղակի խոսելով չթող ասեն հունիսի 16-ին ձեզնից մեկին ասել ենք խելելու ենք, որի արդյունքում եղավ հունիսի 17-ի կամ 18-ի։ Պարոն Ղազինյան, ներդրումների առումով դա քանի որ անհնար է լինելու ազգայնացնելը, մեր օրենսդրությունը չի տալիս, տեղական այսպես ներդրողները չեն արձագանքի, մնում են Թուրքիան եւ Ես իմ կարծիքն եմ հայտնել բարոյական առումով։ Ես ինֆորմացիա եմ ունեցել, որ հանձնաժողովի անդամները հոկտեմբերին եղել են ներկայացուցչական կազմ է եղել Թուրքիայում հոկտեմբերին։ դրա հիմքով եք, պարոն Ղազինյան, պնդում, որ այդտենց գործարքելի Ոչ միայն, նաև աշխարհաքաղաքական։ Ում է ձեռք տալիս սա ունենալը։ Ոչ մի նորմալ ընկերություն եմ խնդրում, ոչ մի նորմալ ընկերության բարի համբավ ունեցող այդպիսի բարոյական կոդեքս էլ կա, չէ՞, որ ոչ մի արտասահմանյան այսպիսի գումարներ ունեցող, ակցիաներ ունեցող չի կարող չի վճարի այդքան խլված ապրանքի համար, խնդիրը սա է։ Պարոն Ղազինյան, իսկ կառավարությունը բաժնետոմսերից է։ Իսկ ինչու ոչ։ Պարոն Ղազինյան, իսկ կառավարությունը բաժնետոմսերի բաժին կուզել է, տասած ոնց որ զանգեզուրի կոմբինատի հիվայի Ոչ, բացարձակ։ Չկա ազգայնացում հասկացությունը, դա կրկնում եմ, իշխանությունների այսպես չքաղաքականացնենք, նիստերի դալիճում ենք, հետո պատասխանենք։